Բարև ձեզ հարազատներս, այսօր երևելի քաղաքականությունից խոսում։ YouTube-ում կանալ ունեմ, էլի բացած, այս տեսահոլովակներս այնտեղ եմ դնում, քանի որ հիշողություն չկա հեռախոսից մեջ, որ այս ամեն ինչը պահեմ, նրա վրա պահես տեսե։ Ու այնտեղ ուշուշ եմ մտնում կոմենտները կարդում ու երեք բջիջ ունեցողների կոմենտները կան, շատ են այնտեղ, եթե Facebook-ում իրանց ջիջում եմ, որովհետև Facebook-ը ժամանակ առ ժամանակ ինձ հիշեցնում, ասում եմ, քեզ կոմենտ է եկել, չես պատասխանել։ Մտնում եմ կամ բոլորը լայք եմ դնում, կամ որ տեսնում եմ երեք բջջանոցի կոմենտ է, հեռացնում եմ իրենց բլոկում եմ, բայց YouTube-ում տենց բան չկա, ով ինչ ուզում գրում եմ, շատ կան, եթե ուզեք մտնեք, տեսնեք երեք բջիջ ունեցողները ինչ կոմենտներ են գրում, այնտեղ մեծ դաշտ կա։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ու տեղադրել եմ այդ արգանդները հեռացնել ու երևի այդ տեսահոլովակի մեջ Արցախի մասին էլ ինչ կապ ունի արգանդը ու Արցախի հետ, ինչ է ամեն ինչը քաղաքականացնում, որովհետև ինձ համար ամեն ինչը քաղաքականություն է։ Ես ինչ ոտս դրել եմ մեր երկիր, ամեն ինչ ինձ համար քաղաքականություն է։ Քաղաքականություն են 3 բջիջ ունեցողի համար քաղաքականությունը դա Քոչարյան ու Փաշինյանն է։ Ով 3 բջիջ ունեն ընդհանրապես։ Իրանք էս են, ում կողմից է խոսում, ինչ ասեց, այս մեկի կողմից ասեց, թե մեկի կողմից, ռուսի կողմից է, թե թուրքի կողմից է։ Ես 3 բջիջ չունեմ, ինձ շատ են, շատ են։ Ու ինձ համար ամեն ինչը քաղաքականություն է։ Ծառը կտրեցին քաղաքականություն է։ Արգանդը ձվարաններով 37 տարեկանի մոտ հեռացրեցին քաղաքականություն է։ Դրանից ուժեղ քաղաքականություն չեմ պատկերացնում, որ լինի։ Արցախը հանձնածա դրանից էլ ինչ քաղաքականություն, դրանից ավել պիտի լինի։ Ամեն ինչը մեր երկրում քաղաքականություն է։ Ինձ համար, իմ նման մարդկանց համար ես չէ որ ես ինչ-որ առանձնահատուկ մարդիկ եմ ու մեծ մասը իմ նման են մտածում, այդ 100% բան եմ ասում։ Ու ինչից էլ խոսամ քաղաքականություն է լինելու։ Ձեզ համար, դա երևի ձեզ համար արդեն ասել եմ պաշտոն բան, քրիստոնյայի համար պաշտոն պետք չի։ Քրիստոնյան մեր երկիրը գիտեք ինչ է այսքան սխալ բաներ անում։ Աստծուց հեռացել է, Աստծու հետ կապը կորցրել է, ուղղակի կորցրել է Աստծու հետ կապը։ Չի իմանում իրանով է ստեղծել, ինչի համար է ստեղծել, ինչ հրաշք է ստեղծել, ինչ տաղանդներով է ստեղծել, ինչ նպատակով է ստեղծել, ու որ ձեր նմանը չկա, ամեն մեկիս նմանը չկա, իմ նմանը չկա էլ այս աշխարհում։ Ու ես որ չլինեի, ուրիշ ձև էր այս աշխարհը լինել։ Նույնն էլ ձերը, ամեն մեկը պետք է այդ դառնես չի որ ինչ որ մեկը պետք է գա քեզ սովորացնի դրա մասին։ Դա Աստծու հետ կապը որ կա, դու այդ գիտես, այդ զգում ես։ Դա չի սովորեցնելու վրա չի։ Մեր ժողովուրդը այդ կապը խզել է։ Աստծու հետ չնայած ամեն անգամ ասում է, որ ինքը առաջի քրիստոնյա երկիրն է։ Անունն է մնացել, բայց կապը պետք է հաստատվի, եթե ուզեք կապը հաստատել, դա էլ է շատ հեշտ։ Ու դա էլ նոր ձեր տեսահոլովակներ նկարանելուց եմ հասկացել կապը ոնց են կարգավորում Աստծու հետ կապը, որ մտքերդ բերես ներկա։ Մեր մտքերը անընդհատ կամ ապագայում է, կամ անցյալում է, ապագա, անցյալ, որ նստեք, տեսնեք դուք ինչի մասին եք մտածում, կտեսնեք, որ միտքը կամ անցյալում է, կամ ապագայում է։ Պիտի միտքդ բռնես, բերես ներկա։ Հնարավոր ինձ միտեղ նստի ու միտքդ փորձիր բեր ներկա, որ ես այստեղ եմ, ասում են շնչառական շնչառությանը վրա ուշադրություն դարձրու, տես ոնց ես շնչում, որ միտքդ չգնա փախնի։ Ու կտեսնաս, ես դա որ փորձում եմ, միանգամից աղոթք է մեջից ես գալիս, փառք քեզ Աստված, փառք քեզ Աստված, որտեղ մնում ես դու Աստված։ Կապը հաստատեք ձեր Աստծո հետ։ Շատ կարևոր է, որ դուք ձեզ ճանաչեք, հասկանաք ինչի համար եք ստեղծված։ Ինչ վերաբերում է քաղաքականությանը, լսում եմ, որ 2026 թվականին մեր ընտրություններն են, լսեցի մի երկու տեղ, որ Լևոն Քոչարյանն է կարող է իր լինի որպես ընտրության տեսակ, ես ոչ մեկի նկատմամբ անձնական ոչ մի խնդիր չունեմ, ժողովուրդ ջան, բայց եթե իրան եմ ասում դա, եթե ինքը իր թեկնածությունը դնի, դա մի բան կնշանակի, որ ինչքան եք այդ վերևներում, ինչքան չեք սիրում մեր ժողովրդին։ Միայն դա չի նշանակի, որ դուք փողի ձգտում ունեք, պատիվա ձեզ պետք, համբավ է պետք, չգիտեմ ինչեր է ձեզ պետք, որովհետև այդ ամեն ինչը ավելցկով ունեցել եք ձեր կյանքում, ես չի որ դա ինչ-որ ձեզ համար նոր բան է։
Բայց այ որ այդ քայլին դիմեք ու մեր ընտրությունը լինի նորից Քոչարյան ու Փաշինյան, դա մի բան է ցույց տալու, որ ինչքան չեք սիրում այս ժողովրդին։ Ինչքան մտածում եք, թե իրոք բոլորը 3 բջիջ ունեն։ Քանի որ այդ վերևներում բոլորը 3 բջիջներ ունեն, մեծամասնությունը, ինչ տեսնում ենք։ Իրենց թվում է թե ներքևներում էլ են 3 բջջանոց մարդիկ։ Ուղղակի ես ձեզ խորհուրդ կտամ մտնեք իմ տեսահոլովակների կոմենտները կարդացեք։ Այնքան բան կսովորեք չեք պատկերացնի։ Շատ քիչ են 3 ջնջել եմ, բլոկել եմ դրանց։ Մեզ ընտրություն է պետք 2026 թվականին, որ ես իմ տնից դուրս գամ գնամ ընտրությունների, ինձ ընտրություն է պետք։ Իմ նման մարդկանց ընտրություն է պետք, ով որ 3 բջիջ չունի։ Ու այդ ընտրությունը դուք բոլորդ այդ վերևներում պիտի ապահովեք։ Այ բոլորդ հավաքվեք, բոլորդ 3 բջիջ ունեք, իրար հետ նստեք, մի 25 բջիջ է դառնալու։ Ինձ համար ընտրություն պատրաստեք, որ ես 26 թվականին գնամ ընտրությունների։ Չհամաչեմ, որ ես այս երկրում եմ ապրում։ Ում կգնայեք ընտրեի։ Տղամարդ անպայման, չգիտեմ, դեռ այդպիսին է իմ մտածելս, որ տղամարդ պիտի լինի։ Տուն սարքած։ Կարևոր է ինձ համար, որ տղամարդը տուն սարքի, հող ունենա, հող մշակի, որ հողի ղադրը իմանա, այն մարդիկ, որ բնակարաններում են ապրում, իրանք հողը լավ չեն պատկերացնում, հող հանձնելը, մտածում են, որտեղ լինի բնակարանը 4 պատա լինելու ապրելու են, կարծում են, որ այդ կարևոր է, որ մարդ իրաք ոչ թե հափշտակի մի տեղից մեր փողերը վերցնի տուն սարքի, դա տուն սարքել չի, որ մարդ իր քրտինքով իր հողի վրա տուն է սարքում, այ դա կարևոր է, որ մարդ տղաներ մեծացրած լինի, սա ոչ մի բան չի, որ հանկարծ ով աղջիկ ունի, դրան չի վերաբերվում։ Ով աղջիկ ունի ինքան ունենա, մինչև տղա կունենա, իմ քերիս, որ 3-րդ աղջիկը ունեցավ, իրեն ասեցին հո չես տխրել։ Ասաց խիստ եմ տխրում, ենք հանկաբերի մինչև տղա կլինի, այդպես էլ եղավ։ Ու մեր երկիրը մի քիչ շեղվել է այդ հարցերում, էխոք այն ժամանակ էխո չկար, մարդիկ այնքան բերում էին մինչև տղա կլներ, հիմա էխո են անում հեռացնում։ Ու համարում, որ իրանք առաջի քրիստոնյա էխո են անում, տեսնում աղջիկը հեռացնում են հղիությունը, ու համարում են, որ իրանք քրիստոնյա են։ Դուք քրիստոնեությունի հետ կապ չունեք, ժողովուրդ ջան, դուք որ այդպիսի բաներ եք անում, դուք ամոթ ա որ ասեք քրիստոնյա։ Ուղղակի հանեք այդ խաչ բան, հանեք, ձեզ համար այդ ձեր գործերը արեք։ Կարևոր է, որ մարդիկ տղա մեծացնեն։ Աղջիկ մեծացնելն էլ դժվարն չի, որ այդ հեշտ է, հիմա որ բոլորը նստած այդ խաղերի մեջ են։ Լավ մարդ մեծացնելը, այս աշխարհ թողելը շատ մեծ կարևոր գործ է, պատասխանատու։ Ու այդ հնարավորությունները ունեք բոլորդ, նես չի, որ ձեզ փակել են ձեզ համար ինչ-որ ալիքներ են փակել։ Հայոց պատմությունը իմանամ, մեր երկիրը ճանաչի, այ ասում եմ, մեր երկրի այս ծակուցուկը իմանա, կարևոր է, որ գնահատի ես երկիրը, կարևոր է, մեզ ընտրություն է պետք, մի խոսքով 26 թվականի համար մեզ լուրջ ընտրություն է պետք, ինչ նախկիներին ինչ ես բողոք ունեմ, բողոք եթե ուզեն լսեն, որ դուք ինչի ասվալտ չարեցիք ժողովուրդ։ Ասվալտի համար մենք ասվալտով Արցախը գործրեցինք, փոխեցինք ասվալտով։ Քանի որ ժողովուրդը չգիտի, հող չի մշակում, բնակարաններում նստած է, Արցախը չի գնացել, չի տեսել, չգիտեր ինչ է գործրել, մենակ ասվալտն է տեսել։ Ասվալտ չարեցիք ու մենք Արցախ չունեցինք։ Նես որ մեզ մի հատ լավ ընտրություն տվեք 26 թվականին, որ ես գնամ ընտրությունների։ Բարի օր բոլորիդ, մեծ հույսերով կհանդիպենք նորից։